երեք լավշին արտահանձնեց Ադրբեջանին, դուք որպես տեղեկ հանձնաժողովի համանախագահ, որովհետեւ քալի արել եք այդ ուղղությամբ, ում եք հանդիպել։ Շատ բարի, մենք նախկինում էլ, հիմա էլ, ապագայում էլ մշտապես խոսել ենք, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացը պետք է բացառապես բխի խաղաղ տրամաբանությունից, խնդրի խաղաղ կարգավորումից եւ երկու պետությունների միջև այս կեղտոտ գործարքը, կրկնում եմ կեղտոտ գործարքը, կոպտորեն խախտում է ժողովրդավարական արժեքների, խախտում է մարդու ազատությունների իրավունքի, քաղաքացու ազատ տեղաշարժի իրավունքի եւ չի բխում բնականաբար տարածաշրջանային խաղաղության տրամաբանությունից։ Ավելին, սա քայլ է, որը ժողովրդավարական ռեժիմներին հատուկ չէ։ Սա քայլ է, որը դեմ է հայ-բելարուսական քաղաքական հարաբերությունների մակարդակին, ավելին, որպես խորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, պետք է նշեմ, որ սա քայլ է, որը չի բխում ոչ հայ-բելարուսական հարաբերություններից, ոչ էլ բելարուսա-ռուսական հարաբերություններից, որովհետև պարոն Լապշին նաև Ռուսաստանի քաղաքացի է։ Եվ ես որպես հանձնաժողովի համանախագահ եւս մեկ անգամ հայտարարում եմ, որ սա ուղղակի խայտառակություն է, սա ուղղակի կեղտոտ գործարք է եւ չի բխում ոչ մեր հարաբերություններից եւ ոչ էլ խնդրի կարգավորման գործընթացից։ Գոնե այսօր ես որևէ ցանկություն չունեմ, որպես հանձնաժողովի համանախագահ ու նպատակահարմար չեմ գտնում նստել մի սեղանի շուրջ եւ նրանց հետ քննարկել այդ հարցը, որովհետեւ հանձնաժողովը ինքը բարեկամական համագործակցության հանձնաժողով է, իսկ այս քայլը հաստատ բարեկամական չէ եւ չի բխում մեր հարաբերություններից։ Իսկ այն, որ հայկական կողմը, մեր պարլամենտական գործիչները կբարձրացնեն այդ հարցը, մի գրամ մի կասկածեք։ Շահբազյանը հնարավոր է, որ դիվանագիտական Այս արդեն պաշտոնական Երևանը արձագանքել է, արտգործնախարարության խոսնակը բավականին խիստ արձագանք է տվել, ես որպես խորհրդարանի փոխոսնակ կարծում եմ ոչ մեղմ արձագանքեցի, իսկ ընդհանուր ապագայում արդեն կտեսնենք։ Պարոն Շահբազյանը հնարավոր է, որ դա խնդիր Հնարավոր, ուրեմն մի վայրկյան, հնարավոր բոլոր դիվանագիտական միջոցները օգտագործվել են, իրականացվել են եւ դա իմ լիազորությունների շրջանակներում չի կրկնում եմ, սա քայլ է նաեւ Ռուսաստանի դեմ, որովհետեւ պաշտոնական Մոսկվան էլ հայտարարեց, որ ինքը դեմ է Լապշինի արտահանձնմանը։ Սա քայլ է, որը չի բխում ոչ, սա քայլ է, որը ուղղված է ՀԱՊԿ-ի երկու դաշնակիցների դեմ նաեւ։ Բելարուսական կողմի այս կեղտոտ գործարքը չի բխում ոչ Ռուսաստանի շահերից, ոչ էլ Հայաստանի շահերից, ոչ էլ խնդրի խաղաղ կարգավորումից։ Տեսնենք, Աշոտ